Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Ստամբուլի ձերբակալված եւ պաշտոնան կարված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Պրայմերիզում նրա օգտին քվեարկել է մոտ 15 միլիոն մարդ։ Այս տեղեկությունը Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։ Այնուհետև հրապարակվել է հենց Իմամօղլուի X-ի միկրոբլոգում։ Ընդդիմադիր կուսակցության նախագահը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որոշել արտահերթ նախագահական ընտրությունների ամսաթիվ եւ մրցակցել Էքրեմ Իմամօղլուի հետ։ Մարտի 19-ի առավոտյան թուրքական իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքական Էքրեմ Իմամօղլուին եւ նրա թիմի անդամներին։ Տրվել է նաեւ ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր։ Թուրքիայի արտահայտության նախարարությունը պնդում է, որ գործը քաղաքական բնույթ չունի։ Ինքը Ստամբուլի քաղաքապետը իր նկատմամբ հետապնդումները հարված է համարել ժողովրդի կամքին ու բողոքի ակցիաների կոչ արել։ Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են 2028 թվականին, սակայն դրանց մասնակցելու համար Էրդողանը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ, այլապես կրկին առաջադրվել չի կարող։